Սիրելի հետևորդներս, այսօր ինձ անակնկալ են արել եւ ճիշտ ասած ես շատ ուրախացա, դա չէի արել ինչ որ ակնկալիք ունենալով, ուղղակի այդ մթերքը մենք միշտ գնում ենք խանութից, շատ համով է եւ խորհուրդ եմ տվել, որ մեր տարածքի մարդիկ էլ գնեն, օգտվեն այդ մթերքից, ինչու՞ չէ, թող մեր Վայոց ձորի այդ բիզնեսը զարգանա, թող մեր Վայոց ձորում էլ լավ գործարաններ լինեն, մարդիկ ստեղծեն իրենցը, աշխատեն, ինչու՞ չէ, նաև աշխատատեղեր լինեն, մի քանի մարդիկ էլ անգործ չեն մնա։ Իրոք շատ ուրախացա այդ անակնկալից, գոհ եմ, շնորհակալ եմ, որ դուք ինձ հետևում եք եւ ձեր ուշադրությանն եք արժանացրել։ Էլի հետևորդներս, ես հիմա ցուցադրում եմ իմ անակնկալը եւ ով է բերում այն այստեղ։ Դադամ։ Լիլիթս Լիլիթս բերեց մի զամբյուղ լի կաթնամթերքով եւ որ կաթնամթերքն է դա, կարաս դե դնես Լիլ։ Եվ որ կաթնամթերքն է դա, սիրելի հետևորդներս, ահա, ջերմուկի կաթնամթերք, գնդեվազի կաթնամթերքը, սիրուն գեղեցիկ զամբյուղով ուղարկել են, եւ իմ վլոգներում հաճախակի եք դուք տեսել, որ ես միշտ վերցնում եմ մանավանդ թթվասերը գնդեվազինը, ջերմուկի կաթնամթերքը, շատ համով է, սիրելի հետևորդներս, յուրահատուկ համ ունի, ինձ դուր է գալիս, ինչու՞ չէ նաև բան կան, տարան էլ օգտագործում եմ, պահածոներ եմ լցնում մեջը։ Սիրելի հետևորդներ, ջերմուկի կաթնամթերքն է, գնդեվազ գյուղում է գտնվում այդ կաթնամթերքի արտադրամասը, շատ համով է, օգտվեք եւ կտեսնեք եւ կասեք ես նազոն ինչի անդադ գնում խանութ ու գնդեվազի թթվասերը վերցնում, համ էլ դե գիտեք, տարան է մնում մեզ քյար, մեր լեզվով ասած, տարան էլ քյար է մնում, օգուտ է մնում, ես էլ պահածոներ եմ փակում, այս կես լիտրանոց բանկաները շատ հարմար են, շնորհակալություն անչափ ձեզ, որ մեզ չեք անտեսել, ասեմ, որ այս վերջերս Լիլիթս հաճախակի սկսել է օգտագործել կաթնաշոր, ռուսերեն ոնց ես ասում, տվարոգ, Լիլիթը շատ է օգտագործում այս վերջերս կաթնաշոր եւ ահա, ստացավ նվեր, նաեւ ես օգտվում եմ գնդեվազի պաներից, էլի շատ համով պանիր է, սիրելի հետևորդներս, խորհուրդ եմ տալիս վերցնեք եւ ինչու՞ չէ, թող մեր Վայոց ձորում էլ ինչ որ մի բիզնեսի ճյուղ զարգանա, մարդիկ ունենան, ստեղծեն, ինչու՞ չէ, նաև մի քանի մարդիկ էլ կարող են գնալ ու աշխատել։ Եվ Լիլիթը հիմա հերթով դատարկում ենք այս գեղեցիկ զամբյուղից, թե մեզ ինչեր են ուղարկել։ Դատարկի, Լիլիթն է դատարկում, մի րոպե Լիլ։ Ավայ։ Տվարոգ։ Մի րոպե։ Նորից տվարոգ։ Երկու, ան միկրոֆոնը դիր, համ արալաս, որ լավ լսվի։ Պանիր, մեր սիրած պանրերից։ Մածուն։ Քամած մածուն։ Մածուն։ Նորից մածուն։ Եվ մեր սիրած թթվասեր։ Այո։ Զամբյուղ, գեղեցիկ սիրուն, զամբյուղ ես դիր այստեղ։ Ահա, սիրելի հետևորդներս,
Չոքեցիր, որ իմ ու շորերի գույնը։ Հա, Լիլիթի շորերի գույնը այսօր համընկել էր Զամբյուղի հետ, հետաքրքիր է։ Ահա, սիրելիներս, սա էլ մեր այսօրվա անակնկալը մեզ նվեր էին ուղարկել, շնորհակալություն ենք հայտնում կաթնամթերքի տնօրենին։ Աստված ձեզ ուժ ու եռանդ տա, նոր համեր ստեղծեք, նոր տեսականիներ ստեղծեք, հա, լավ բիզնես ունենա, նոր համեր ստեղծեք, այ օրինակ մեր, չգիտեմ ձեր տեսականում մեջ կա, պաների տեսակներ, օրինակ շատ համահունչ, մի արա համահունչ կլիներ պաների տեսակների մեջ, որ մեր տարածաշրջանի խոտաբույսերից լիներ, ուրցով պանիր, մի խոսքով շատ տեսականի կարող է լինել, նաև թելով պանիրն էլ շատ լավ, պահանջարկը շատ, ես ձեր բիզնեսին, գործարանին ցանկանում եմ մեծ բարգավաճումներ, այն Հայաստանի մասշտաբով, այլ արտերկիր հանեք ձեր ապրանքը, պաների տեսակներ լինեն, մի խոսքով հաջողություն ձեր գործերին, Աստված օրհնի ձեր գործերը, ես էլ գնահատում եմ, որ դուք մեզ չեք անտեսել եւ հիմա ուզում ենք մենք փորձել տվարոկը, կաթնաշոռը, չէ՞։ Բացի Լիլիթը թողուտի, իհարկե ես սա մի հատ դնեմ այստեղ։ Լիլը մի վարքյան, ասենց բան եմ ուզում ցուցադրեմ։ Ահա ինչ եմ ուզում ցուցադրել, որ ես 3 էի գնել թթվասերը, միշտ վերցնում եմ։ Շատ հարմար է տարաներով, ահա, վերցրել եմ, հարմար է, բանկաներն էլ զակատի, մուրաբաների, տոմատի համար եմ օգտագործում և շատ հարմար է, մածունն էլ է շատ լավ, սիրելի հետևորդներս, վերցրեք, սիրելի Վայոց ձորի բնակիչներ, օգտվեք մեր տարածքի մթերքներից, էլի եմ ասում, մեր տարածքի մթերքներից, ահա, սա այստեղ, և բացենք Լիլիթ, սա էլ քամած մածուն է, Լիլը գալիս ես բացես տվարոգը, բացեմ, արի բացի, մի հատ ապսե բեր, հո վրայից չես ուտի, Լիլիթս թող գա բացի, սիրելի հետևորդներ, մի հատ մոտիկից ցույց տանք ինչ հավեսին է, սրսուր ենք ասում, լավ, ինչու ենք սրսուր ասում, սենց հատիկ է, ահա, Նետ պաշպորցեմ, ընտիր է, համովա, լծրու իմ աղջիկ, քիչ ես ուտում, համովա, հա Լիլիթ, շատ համով է, այո, շատ համով է, իհարկե, հավանեց Լիլիթը դե, ասում եմ առաջ չեր ուտում կաթնաշոր, այս վերջերս սկսեց ուտել ու ամեն օր ասում է կաթնաշոր բեր, վերցրել եմ տուփով ուրիշ կաթնաշորներ ոնց որ, դրանից եմ վերցրել, բայց նույն գինն է համարյա և սրա պարունակությունը ավելի շատ է ու համով է, ընտիր է, պանիրը, համով էր, կարող ես ուտել, մինչև իրիկուն կգա կուտի, պանիրը փորձի, Լիլիթ, պանիրը, մաման գա օգնի, մարալս, բացի, բացի մամայի մարալը,
Մի հատ ափսե բեր, սիրուն։ Հա? Ու ջուր ասին։ Կեսը կտրեմ դնեմ, կեսը ցելոֆանով կդնենք սառնարան, որ չչորանա։ Ցելոֆանով պետք չէ, ցելոֆանով։ Սա հալվող պանիրն է աշկիս, պիցայի պանիրն է։ Այդ պիցայի պանիր չեն կարել։ Կարելի է այսօր պիցա պատրաստել, Լիլիթ։ Ինչ կարծիքի ես։ Գնամ հողամածկան պիցա պատրաստենք։ Հալվող պանիրն է։ Համով է, չէ՞։ Այո, շատ համով է։ Ընտիր։ Կարող Ամալիային հյուրասիրես։ Կարող է հյուրասիրեմ։ Եվ ասեմ, օգտվեք միշտ այս կաթնամթերքից։ Չէ՞։ Ինչու հացով չես ուտում, Լիլիթ։ Հաց չկա տունը։ Կա, մի խափի։ Լավաշով։ Բոքոնը կա, ոչ չկա։ Իսա։ Ուտա։ Ինչի։ Պանիրը դուրս շատ եկավ։ Մի րոպե Լիլիթ, մի հատ լավաշ եմ վերցրել։ Վայելում եմ։ Հա։ Ինձ վաղունդեց։ Ինչ եմ անում։ Ես կաթնաշորը լցնում եմ լավաշի մեջ։ Իհարկե այս կաթնաշորը, սիրելի հետևորդներս, կարող ենք կանաչիներ էլ ավելացնել։ Ես շտապում եմ, հետո կսարքեմ։ Համ եմ կտրատել սամիտ կտրատել, նույնիսկ սոխ ընտիր կլինի։ Շատ համով է։ Իդեպ ասեմ, որ կաթնաշորը չի տարբերվում տնական կաթնաշորից, երբ կաթ եմ առնում, մեկ-մեկ պատրաստում եմ կաթնաշոր, կամ էլ որ կաթը կտրվում է, չեմ թափում, քամում եմ նույն համի կաթնաշոր եմ ես ստանում, կամանց, նույն համի կաթնաշոր եմ ստանում, իրոք շատ համեղ է, փորձեք։ Ինչ ենք ուտում այսօր, Լիլիթ։ Գնդեվազի կաթնաշորը։ Գնդեվազ գյուղը, սիրելի հետևորդներս, Ջերմուկ քաղաքի գյուղերից է։ Ջերմուկ քաղաք չհասած, շատերը կասեք, թե Գնդեվազը որտեղ է գտնվում։ Սիրելի հետևորդներս, Գնդեվազ գյուղը Ջերմուկ քաղաք չհասած։ Շատ մեծ գյուղ է, գեղեցիկ գյուղ է, ծվարած լեռների հիասքանչ բնության մեջ։ Շատ անգամ եմ անցել, բայց գյուղի մեջ ճիշտն ասած չեմ մտել։ Անցել եմ Ջերմուկ քաղաք եմ գնացել, Բանջարի եմ գնացել։ Մի խոսքով շատ գեղեցիկ գյուղ է, մեծ հավեսով գյուղ։ Ահա, այնտեղ լավ ծիրան է աճում։ Ընտիր։ Հիմա ես այս կաթնաշորը ուտում եմ, մի բրդուճ սարքեցի, ուտեմ, էներգիաս հաստատ կգա տեղը, ուժերս կվերականգնվի ու գնամ հողամաս աշխատելու, գործից նոր եմ եկել, սա էլ իմ էներգիան։ Ընտիր է։ Ինչ եք դպսնում է։ Ելի հետևորդներ, իդեպ ես որ ասեցի կանանչիներով տեսականի կաթնաշորի, նոր հիշեցի, որ Գնդեվազը ունի նաև կանաչիներով կաթնաշոր։
3 խանութում հենց նկատեցի, տեսականի շատ լայն է իրոք, տեսականին լայն է, այնպես որ մի օր, եթե չեք օգտվել այս գնդեվազի կաթնամթերքից, մի օր փորձեք, հələ մի օր փորձեք, տեսեք, ինձ կարող եք գրել, հավանել եք, չեք հավանել, ասեմ, որ սպիտակի վրա գրած չի գնդեվազի կաթնամթերք, գրված է ջերմուկի կաթնամթերք, իսկ արտադրամասը գտնվում է Գնդեվազ գյուղում, գտնվում է Գնդեվազ գյուղում, իսկ Գնդեվազն էլ ջերմուկ քաղաքի գյուղերից է, թե եկավ պաների հետևից, վերջ, սա դնում եմ սառնարանը, գնամ հողամաս գամ, կտեսնեք ինչ համեղություններ եմ պատրաստում այս կաթնամթերքով, շատ համով էր սիրելի հետևորդներս, նորից շնորհակալություն եմ հայտնում, որ չեք անտեսել, տեսել եք իմ վլոգները և գնահատել եք իմ աշխատանքը, իրոք ես ոչ մի ակնկալիքով չեմ խոսել, իմ բնավորությունն է այդպես, եթե մի ապրանք վերցրեցի, կերանք, հավանեցի, դուրս եկավ, կասեմ լավն է, եթե վերցրեցի, դուրս չեկավ, երբեք կեղծ չեմ ներկայացնի, ասեմ, գիտեք ժողովուրդ, գնացեք սա վերցրեք, կերեք, շատ համով է, եթե համեղ չեղավ, հաստատ չեմ ասի, որ ինչ որ մեկն էլ գնա իմ այդ ասածով վերցնի, դուրը չգա, տանի թափի, ոչ, վստահ ասում եմ համով է, սիրելի հետևորդներս, ինձ թվում է, որ այս ջերմուկի կաթնամթերքը մինչև Երևան էլ կառաքեն, այնպես որ իմ շատ սիրելի հետևորդներս մի օր փորձեք այս կաթնամթերքից և հաստատ ամեն անգամ դուք կգնաք խանութ և կգնեք, ես տեսնում եք, միշտ էլ վերցնում եմ, միշտ վերցնում եմ, այս բանկաներն էլ հենց իմ սիրած բանկաներն են, թափանցիկ, սպիտակ գույնի են, որ լցնում ես մեջը, սիրուն երևում է, սա վերցնում պահում եմ տոմատի համար, իսկ սրանք էլ մարինատների համար, շատ հարմար են, տեղադրեմ ու գնամ, սիրելի հետևորդներս վերադարձա տուն, ահա ելակները վերեցի, վրայից վերցրել եմ, այստեղ էլ ես համեղությունների արդեն կոմպոտներն են, որ պետք է իջացնեմ նկուղ, ժամանակ չկա, դե գիտեք ինչքան զբաղված եմ, այստեղ հողամասից քաղած կանաչին, լցրեցի ջուրը, հավեսին մի հատ մնա լվանամ, հաց ուտեմ, նստեմ հանգիստ, հաց ուտեմ, ենքան սոված եմ, որ ասեմ հաց չեմ կերել, ասել եմ, սա էլ ելակ է լվացի, կպեսոկեմ ու սիրելի հետևորդներս այստեղ ուրեմ նոր, երբ որ ինչ եմ ուզում ցուցադրել, երբ որ հողամասից եկա, խանութից, ես մեր մոտի խանութից ինձ տիկին Մարգոն ձայն տվեց, որ նազելի, մոռացել եմ քո այդ կաթնամթերքը, այս Գնդեվազից կաթնամթերք էին ուղարկել, այս մեկը մոռացել էր, մնացել էր խանութում ու կանչեց տվեց, սա էլ ռեժան է, փաստորեն սա մոռացել էր, ռեժան է, սա էլ կփորձեմ, իրոք գովելի է մեծ, շատ համով տնական կաթնամթերք, կարելի է ասել տնական կաթնամթերք, սա էլ դնեմ սառնարանը, սիրելի հետևորդներս, հիմա մի հատ հավեսին սեղան եմ պատրաստում, նստեմ, հաց ուտեմ, ինչ եմ ասում նստեմ, մենակ եմ, Լիլիթը դուրսն է, երեխեքով խաղում են, ես էլ սեղան եմ պատրաստում, այսօր իմ առաջի հաց ուտելն այն, որ դնեմ բան ուտեմ, ահա, ինչեր եմ դնում սեղանին, այստեղ դնեմ, ուրեմ օգտագործելու եմ Գնդեվազի ռեժանը, անտիրություն, հեսա համը փորձում եմ, ռեժան սիրում եմ, ահա, կաթնաշորը, որ բացեցինք, իմ դուր շատ եկա,
Այն որ տնական, իսկական տվարок։ Տիր։ Թթվասերը, սա ես առել էի նախապես տանը, բայց դե ուղարկել են սիրելի հետևորդներս եւ այսօր մածունով մի հատ էլ ակրոշկա եմ պատրաստում, այն որ հոգնած եկել եմ դաշտից, այս համով մածունով իսկականն է, այն որ տեղը տեղին է, իսկը տեղին է, մի հատ թամփրթոս սարքեմ, ոյ, հեսա մածունի որակը ստուգում ենք, մածունը, տեսեք ինչ պինդ է, հավեսին պինդ մածուն, նենց լավն է, ես մի հատ փոքր գթալ եմ բերում, համը փորձեմ, ընտիր է, ընտիր սիրելի հետևորդներս, քողծր մածուն, ես թթվաշ մածուն չեմ սիրում, քիչ եմ պատրաստում, մածունը մի հատ հարում եմ, երեկվանից հիմա կասեք ակրոշկա ես պատրաստում, բայց դե սիրում ենք և ուտվում ամանանդ, որ դաշտ հողամասից եկել եմ հոգնած, սող, սամիտ, համ եմ, ահա, համ եմ, մի ճուղ էլ պետրուշկա, ուրա պետրուշկա, մի ճուղ է պետրուշկա, այսքանը բավական է, խրտ, գնդեվազի մածունով համեղ ակրոշկա, սիրելի հետևորդներս, ինձ դիտում եք Հայաստանի բոլոր մարզերից, այո, գնդեվազի ես կաթնամթերքը հասանելի է նաև Երևանում, ես գնդեվազի եմ ասում, որովհետև գնդեվազ գյուղում է պատրաստվում, բայց իրան ասում են ջերմուկի կաթնամթերք, այդպես է կոչվում, բայց արտադրվում է գնդեվազ գյուղում, գնդեվազն էլ ջերմուկի գյուղերից է, ջերմուկ քաղաք չհասած, ովքեր եղել են կիմանան, ահա սա էլ խառնեցի, տակն ու վրա արեցի և մի փոքր աղն էլ տենց եմ այստեղ ու սենց հիմա մի հատ լավ հավեսին մաքրեմ համով հոտով ակրոշկա ելակ հավաքելը հենց ինձ բոլ էր սիրելի հետևորդներս գրում եք երնեք ես էլ կուզեմ գամ քո հողամասը Նազո ջան կուզեմ գամ հողամասը արեք դե եկեք օգնեք ելակ հավաքենք կոֆե կդնեմ կխմեք մի քիչ էլ ինձ կօգնեք էլի խորոված կանեմ կուտեք բայց ինձ մի քիչ կօգնեք ես գիտեմ որ հասակ հողամաս անպայման ինձ կօգնեք Լիլիթն էլ է սիրում երեք սարքեցի երեք կերանք այսօր քանի որ մեզ նվիրել են հյուրասիրել են համեղ կաթնամթերք շատ ջրիկ էլ պետք չի քիչ պետք է պինդ լինի որ մով լինի սիրելի հետևորդներս այս համեղությունն էլ է պատրաստ ես պատրաստեցի այս գնդեվազի ջերմուկի կաթնամթերքով առնում եք համեղ կաթնամթերք եւ բանկան մնում է ձեզ օգուտ իհարկե այն մարդիկ կառնեն ովքեր բանկայամոլ են ինձպես բանկա լինի զակատանեն ահա ես նստեմ իմ հացը ուտեմ սիրելի հետևորդներս դուք էլ բաժանորդագրվեք իմ ալիքին տարածեք լայքեք
Ես վայքում եմ, դուք լայքում եք։ Իսկ այս համեղ ջերմուկի կաթնամթերքը արտադրվում է Գնդեվազ գյուղում։ Ուրեմն Գնդեվազի բնակիչներ, դուք էլ լայքեք, միացեք իմ ալիքին, տարածեք, բաժանորդագրվեք, բոլորիդ առողջություն, հաջողություն, մինչ հետաքրքիր ու համեղ հանդիպումներ։ Բարի գիշեր։